Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, կրկին շաբաթ և կրկին խաչմերուկ հավելված հաղորդաշարն է։ Այն կրկին վարելու եմ Գևորգ Գետմիասին, ողջույն Գևորգ։ Ողջույն Գրիգոր։ Այսօրվա թեման շատ հետաքրքիր է ըստ էության և հետընտրական Հայաստանի համար ևս կարևոր թեմա է, քանզի եթե հիշում ես, քարոզարշավի ժամանակ անընդհատ քննարկում էր տարածաշրջանային ենթակառուցվածքներին Հայաստանի միանալու հարցը, որ այդ հարցը արդեն որոշվել է, այդ հարցը լուծվել է, խոսքը Բաքու ախալքալակարծ երկաթգծի մասին էր եւ այլն։ Բայց պարզվում է, որ մեր հարևանները, հատկապես Ադրբեջանը եւ Թուրքիան, կարծես այս հարցում այլ կարծիք ունեն եւ այլ պլաններ ունեն։ Հունիսի 8-ին, այսինքն ընտրություններից հետո, Ստամբուլում հավաքվում են 3 երկրների արտգործնախարարները՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի, եւ տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման, ինտեգրման եւ տարածաշրջանի զարգացման հետ կապված ընդունում են մի հռչակագիր, որի անունը դնում են Ստամբուլյան հռչակագիր։ Բավականին համապարփակ հռչակագիր, որը վերաբերում է հիմնականում տնտեսական հարցերին, բայց այնտեղ կային նաև քաղաքական հարցեր, օրինակ վրացիները պնդել էին երևի ըստ էության, որ կետ մտցնեն Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու այդ կարծացի հենց շատ մեծ ուշադրություն դարձրեցի հենց այդ կետին, որ միանշանակ 3 պետություններն էլ հարգում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ դա համարվում է ամենակարևոր կետերից մեկը տվյալ հռչակագիրը։ Մի փոքր փորձենք միասին վերլուծել ինչ հռչակագիր էր դա։ Ինչ կետեր կար, որը քո ուշադրությունը գրավեց, ես էլ իմ տեսակետը կհայտնեմ եւ նաեւ հասկանանք թե այդտեղ որտեղ էր Հայաստանը եւ որներ է այդտեղ նաեւ մեր շահը։ Քանզի ես տեքստը որ կարդում էի, մի քանի անգամ եմ կարդացել, ես այնտեղ Հայաստանի մասին որևէ հիշատակում Այո, Հայաստանի մասին այնտեղ չկա հիշատակում։ Բայց կա տարածքի մասին հիշատակում, չնայած Հայաստան անունը չի տալիս։ Փորձենք վերլուծել։ Այսինքն նայում ենք հիմա աշխարհի քաղաքական քարտեզին։ Հարավային Կովկաս, Թուրքիա, ինչպես ասած այդ հայտնի խաչմերուկը, հա, եվրասիական, եւ փորձում ենք տրամաբանել, թե ինչ համաշխարհային, ինչ եվրասիական ներողություն գործիչներ, այսինքն ակտորներ, ինչպես այսօր ընդունված է ասել, կարող են ներգրավել։ Չմոռանանք, որ նույն այդ հռչակագրում, ինչը եւս շատ հետաքրքիր էր, նշվում է Ղազախստանի հետ։ Միջելուց Ղազախստանի թեման ես կարծում եմ կարելի է քննարկել մեր հաղորդման երկրորդ հատվածում, քանզի դա եւս իմ ուշադրությունը գրավել է։ Իսկ երբ որ ասում ենք Ղազախստան, տրամաբանում ենք նաեւ Կենտրոնական Ասիա դեպի Եվրոպա, իսկ որտեղով նա պետք է գնա։ Չինաստան։ Այսինքն տրամաբանական է, չէ՞ որ նույն այդ շրջանակներում Չինաստան, Ղազախստան, նույն ինչպես այնտեղ ասում է միջին միջանցք։ Միջին միջանցքը Չինաստանը չի ընդգրկում եւ ավելին Չինաստանի 1 ուղի 1 գոտի ճանապարհի մրցակիցն է։ Միջին միջանցքը, որի մասին այդքան շատ են ասում, դրա մի հատվածը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է։ Այսինքն միջին միջանցքը ուրեմն արևելք-արևմուտք, կենտրոնական Ասիան Եվրոպային կապող այդ միջանցքն է, որը որ պիտի անցնի հարավային Կովկասով։ Այո։ Եվ շատ հետաքրքիր է, որ խոսվում է միջին միջանցքի մասին, նշվում դրա կարևորությունը, որ այն շատ կարևոր է համաշխարհային տնտեսության համար։ Մեծ հաշվով այս հռչակագրում շատ մեծ տեղ է գրավում հենց լոգիստիկան։ Լոգիստիկան, բայց ոչ միտեղ լոգիստիկ այդ խաչմերուկներում մենք Հայաստան չենք տեսնում։ Այո, այդ հաբերում մենք Հայաստան չենք տեսնում։ Հիմա այստեղ զորօրինակ այնտեղ մի հետաքրքիր պահել է շատ կարդացի, որ նաև իրենք հայտարարում են, որ շատ արդիական է կառուցել կապել, այսինքն քաշել մի հատ գիծ Սև ծովի տակով դեպի Ռումինիա, որով կարող է նաև էքսպորտ արվել, ինչպես են ասում renewable energy, վերականգնվող էներգիա։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ, եթե դու հիշում ես, մենք խոսեցինք Կենտրոնական Ասիայի մասին եւ խոսեցինք այդ պրոյեկտի մասին, որը որ էներգետիկ մալուխի ծրագրի մասին։ Այո, այդ էներգետիկ մալուխը, որին որ միացել էր նաեւ Թուրքմենստանը։
ուղղակի այստեղ իսկ Սևծովով տրավաբանական է, թե միանգամից Եվրոմիություն է գնում։ Այո, բայց Ռումինիա եւ Բուլղարիայի նավահանգիստները, բայց հաշվի առնելով այն իրավիճակը, որ այսօր կա Սևծովյան ավազանում, եւ այն ռազմական գործողությունները, որոնք այսօր տեղի են ունենում Ռումինիայի ափերի մոտ, եւ շատ հաճախ Ռումինիան էլ է ենթարկվում ըստ էության հարձակման, Ռումինիան ուղղակի կամ անուղղակի կերպով շատ մոտիկ է։ Այո, անթույլատրելի մոտիկ է գտնվում, այո, շփման գծին։ Ես մի փոքր մտավախություն ունեմ, որ ամեն դեպքում այդ էներգետիկ մալուխը չի գնալու դա նախագիծ է։ Տարբերակներից մեկը։ Բայց չբացառենք նաեւ ցամաքային ճանապարհ, այսինքն էներգա Ես ինչի եմ սա բերում իրար հետ կապում, քանզի մեր մյուս հաղորդման ժամանակ որ մենք խոսում ենք նաև Հայաստանի պատկան մարմինների հայտարարությունները, որ Հայաստանը պետք է միանա առաջիկայում Ադրբեջան եւ Թուրքիա էներգետիկ համակարգին։ Նայես, երկու երկրներն էլ այնպես չի որ համաշխարհային շուկայում էլեկտրաէներգիա արտահանող հսկաներ են, ոչ։ Մինչև վերջերս մենք էինք Թուրքիային էլեկտրաէներգիա վաճառում, այսինքն Վրաստանին էլ, այսինքն Թուրքիան եւ Վրաստանը Ադրբեջանին թողինք մի կողմ, Ադրբեջանը միգուցե կարողանում է բավարարել սեփական պահանջմունքները։ Բայց Թուրքիան եւ Վրաստանը գնում էին մեր էլեկտրաէներգիան։ Հետևաբար, եթե Հայաստանին միացնում են Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ համակարգին, սրա խնդիրը ոչ թե եւ ոչ այնքան այդ երկրներից Հայաստան էլեկտրաէներգիայի մատակարարում ապահովելն է, այլ Հայաստանը իբրև տրանզիտ օգտագործելը այդ երկրների համար դեպի Եվրոպա արտանելու նպատակով կամ այդ երկրների միջոցով դեպի Եվրոպա արտանելու նպատակով։ Բայց նաև այստեղ կարևոր հանգամանք Բաքու Ախալքալա Կարս երկաթգիծ եւս հիշատակվում է, այո, հատկանշական է, որ այդ դեկլարացիան ստորագրելուց 6 օր առաջ հունիսի 2-ին հայկական պատվիրակությունը եղել էր Ախալքալաքում եւ մասնակցել էր այդ կայարանի բացմանը եւ բոլորը խոսում էին այն մասին, որ սա մեծ հնարավորություն է։ Եվ երկար տարիներ կառուցվում էր այդ կայարանը եւ պետք է ասեմ, որ բավականին լուրջ ենթակառուցվածք է ստեղծվել։ Ենթակառուցվածքը ստեղծվել է, բայց նաեւ եք հասկանանք այդ ենթակառուցվածքով ինչքանով է ձեռնտու այդ երկրներին օգտվել է եւ արդյոք այն գումարները, որ ծախսվել են, դրանք ինչպես ասում են, հատուցվում են։ Երկաթգծի Բաքու Ախալքալա Կարս երկաթգծի թողունակությունը տարեկան 5 միլիոն տոննա է։ 2025 թվականին 24-ի համեմատ ընդամենը 120,000 տոննա է տեղափոխվել։ Այսինքն լոգիստիկ առումով այդ երկաթգիծը ավելի շատ ունի քաղաքական նշանակություն, որի նպատակն էր շրջանցել Հայաստանը եւ Հայաստանին դուրս թողնել տարածաշրջանային կոմունիկացիաներից, որին ցավոք սրտի մասնակցեց նաեւ Վրաստանը, իդեմս Սաակաշվիլու։ Չնայած Սաակաշվիլին այս քայլով մեծագույն վատությունն արեց նույն Վրաստանին եւ Վրաստանի տնտեսությանը։ Մենք այդ մասին խոսել ենք, քանզի դրանով Փոթին եւ Բաթումը ըստ էության 50% ծանրաբեռնվածություն ընկել են։ Եվ տնտեսական առումով բավականին վնասով են նրանք աշխատում։ Ինչևէ, բայց այստեղ շատ կարևոր հանգամանք Հայաստանի պատկան մարմինները հայտարարում են, որ Հայաստանը արդեն միացել է Բաքու Ախալքալա Կարս երկաթգծին եւ մենք կարող ենք Եվրոպա ապրանք արտահանել։ Ես չեմ խորանում դրա տնտեսագիտական բաղադրիչների մեջ, ինչպես է դա լինելու լոգիստիկ առումով, մենք ոնց ենք Հայաստանից ապրանքը հասցնելու Ախալքալակ, որ հետո այնտեղից էլ տանենք, այսինքն տրանսպորտով պիտի տարվի, ավտոմոբիլով։ Դե հա, միանշանակ այստեղ ավտոմոբիլային տրանսպորտ։ Այո, բայց մենք մյուս կողմից ունենք Գյումրի Կարս երկաթգիծ շատ կարճ, որ էլ մեզ պետք չի միանալ այդ Բաքու Ախալքալա Կարսին։ Մենք կարող ենք միանգամից Կարսից Տրապիզոնով արդեն արտահանել, եթե մենք այսինքն այստեղ ավելի շատ աղմուկ էր, քան թե իրականում սա հնարավորություն է։ Ինչու եմ ես այսպես ասում, որովհետև եթե սա աղմուկ չէր, ապա Հայաստանը նվազագույնը պիտի հիշատակվեր այդ հռչակագրում եւ B, որ ավելի ծանրակշիռ կլիներ, եթե Հայաստանը եւս մասնակցեր այդ նստաշրջանի աշխատանքին։ Դե ինչպես նաեւ չմոռանանք, որ ամբողջ աշխարհով մեկ գրեթե տեսականորեն ամեն օր ընդունվում են, ստորագրում են տարբեր հռչակագրեր։ Բայց եթե առաջ են քաշվում բազմաթիվ նախագծեր։ Համաձայն եմ, բայց եթե հռչակագիրը անուղղակի կերպով քո տարածքի օգտագործման մասին է,
բայց քո պետությունը չի նշվում այնտեղ, դրա փոխարեն նշվում է Ղազախստանը, եւ այնպեսի տպավորություն է ստեղծում, որ Հարավային Կովկասում կա երկու երկիր՝ Ադրբեջան, Վրաստան։ Եվ իդեպ շատ հետաքրքիր է այստեղ Ղազախստանի գործոնը։ Ղազախստանը իդեպ որ այդ պետությունը մեր տարբեր հաղորդումների հերոսն է լինում, ինչը տրամաբանական է, թե իր գեոպոլիտիկ դիրքով, թե իր արագ զարգացող տնտեսությամբ եւ այլն եւ այլն։ Բայց դրա համար եմ ես ասում, Ղազախստան նայում ենք։ Մի հարևանը Չինաստանն է, նույն Կասպից ծովով նա կարող է կապ հաստատել նույն Ադրբեջանի հետ։ Ես համաձայն եմ, բայց կարևոր հանգամանք էլ կա, Ղազախստանի երկաթգիծը թուրքական ընկերությունն է ըստ էության կոնցեսիոն կառավարման վերցրել, հետևաբար Ղազախստանի մասնակցությունը այստեղ պատահական չի։ Ղազախստանը չունի երկաթգծային հաղորդակցություն Ադրբեջանի հետ։ Ինքնին Կասպիցով պիտի անցնեն։ Դա ուղղակի իմիջիալոց, բայց նաև մեկ կարևոր հանգամանք էլ Վրաստանի տարածքային ամբողջականություն, որը թվում է թե կապ չունի այս պայմանագրի տրամաբանությամբ։ Ես որ կարդում եմ այդ հռչակագիրը, լինում է չէ՞ որ առաջին ինչը որ աչք է ծակում, հենց այդ կետն էր։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր եւ զարմանալի, միգուցե զարմանալի այդքան էլ չի, որ Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին խոսում է երկիր, խոսքը Ադրբեջանն է, ում հետ Վրաստանն ունի տարածքային խնդիրներ, խոսքը Դավիթ Գարեջիի վանական համալիրի մասին է։ Այսինքն այդ երեսպաշտությունը, որ մենք տեսնում ենք ամեն քայլափոխի ադրբեջանցիների եւ թուրքերի մոտ, տես Հայաստան եւ Վրաստան երկու երկրները Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ունեն տարբեր նշանակություն։ Վրաստանի հետ լինելով այդքան ջերմ, Վրաստանի հետ լինելով այդքան եղբայրական, Վրաստանի հետ ունենալով ռազմական համագործակցություն, պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում եւ այլն, Ադրբեջանը տարածքային խնդիրների հարցում չի գնում զիջումների։ Ինքը ասում է, որ այո, մենք պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը, բայց զիջումների չի գնում։ Հետևաբար սա պիտի ազդակ լինի նաեւ մեզ համար։ Ինչպես նաև այս հռչակագիրը որ կարդում ենք, այսինքն միայն զուտ մասնակից ստորագրող կողմերի տեստերով մի բան ենք չէ հասկանում, որ ամբողջը լինում է շրջանցելով թե Իրանը, թե Ռուսաստանը։ Եվ նաև Հայաստանը, եւ նաև Հայաստանը ըստ։ Բայց Հայաստանը չեն շրջանցում։ Այսինքն Հայաստան պետությունը շրջանցվում է, բայց Հայաստանի տարածքը միջին միջանցքի տրամաբանությամբ օգտագործում է, իրենք չեն խորշում այդ ամենի մասին, բացի այդ նշեն հռչակագրի տեքստում է։ Ինչպես նաև որ խոսում ենք այս ամենի մասին, նաև չենք մոռանում, որ քանի տարի է պաշտոնապես խոսվում է, նույնիսկ հանդիպումներ են եղել 3+3 ձևաչափի շուրջ։ Այո, եւ այդ 3 պետությունը այդ մի 3-ն են այսպես ասած։ Ես հասկանում եմ քո ասացի ուղղությունը եւ տրամաբանությունը միգուցե, բայց ես կհամաձայնեի, եթե այնտեղ միջին միջանցքի մասին ձևակերպում չլիներ։ Միջին միջանցք ինքը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շարունակությունը եւ թրիփի, այո։ Հետևաբար սա չի կարող լինել 3-ի գումարած 3-ի մեջ, որտեղ այնտեղ Իրանի շահերի հետ սա մտնում է եւ Ռուսաստանի դուր։ Ճիշտ է, Իրանի եւ Ռուսաստանի հակասության մեջ։ Նշանակում է սա ոչ թե 3 գումարած 3-ի շրջանակներում է, այլ սա բոլորովին այլ իհարկե ոչ թե դա այդ շրջանակներում է, ասում եմ ինչպես նաև չմոռանանք 3+3-ի մասին։ Հիմա այստեղ հակասություններ է առաջանում եւ Վրաստանը փաստացի չհրաժարվելով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սերտ համագործակցությունից հրաժարվում է մի այսպես ակումբի մեջ լինել Իրանի եւ Ռուսաստանի հետ։ Հայաստանին թողնում ենք մի կողմ, որտեղ Հայաստանի տրանզիտային հնարավորությունները անհամեմատելի են Վրաստանի հետ։ Ծով ունի եւ այլն, բաց սահմաններ։ Եվ այս կոնտեքստում ինձ համար անկեղծ ասած այդքան էլ պարզ չդարձավ Հայաստանի շահը, դե այդ մասին ասացինք, որն է այստեղ Վրաստանի շահը։ Ինչպես դա Վրաստանին է։ Այո, Վրաստանի շահը այստեղ չզգացվեց։ Ոչ մի կոնկրետ, խոսվեց, որ այդ երկաթուղային կայարանը բացվեց եւ այլն, բայց թվերը դրանք շատ լուրջ եւ անխոզ վկաներն են։
Մեկ տարվա ընթացքում, եթե նախատեսված ուղևորափոխադրման ընդամենը 20%-ն է անցկացվում, նշանակում է այդ լոգիստիկ կառույցը հետաքրքրություն չի ներկայացնում երրորդ կողմի համար, նույն Ղազախստանի համար չի ներկայացնում, որովհետև Ղազախստանը ունի այլ ուղիներ արտաքին աշխարհ դուրս գալու համար, սա ըստ էության Թուրքիան եւ Ադրբեջանը կապող եւս մեկ ճանապարհ է երկաթուղային Վրաստանի միջոցով։ Տնտեսական առումով սա Վրաստանին չի տալիս ոչինչ, ավելին, եթե դու հետաքրքիր նկատառ։ Այո, ավելին, եթե դու հիշում ես, երբ որ Ախալքալաքում կառուցվում էր կայարանը եւ երկաթգիծը հիշում ես, թե ինչպես էին սա այսպես բարձրաձայնում, որ սա լրացուցիչ ներդրումներ է բերելու Վրաստանին, որ սա լրացուցիչ աշխատատեղեր է բերելու Վրաստանին։ Ես անընդհատ այս թրիփի եւ այս Հայաստանի տարածքով հնարավոր կոմունիկացիաների հետ եմ զուգահեռներ տանում, քանզի մեկին մեկ կրկնում է պատմությունը։ Ինչ մենք ունեցանք։ Վրաստանում Ախալքալակի հատվածում աշխատող բանվորների մեջ չկար գետ 1 Վրաստանի քաղաքացի։ Թուրք բանվորներն էին Թուրքիայից բերված եւ ես ինչու եմ սրա վրա շեշտ տալու, որովհետեւ այնտեղ մեր հայրենակիցներն էին։ Իսկ մեր հայրենակիցներին Վրաստանի կառավարությունը հավաստիացրել էր, որ լինելու են շատ մեծ աշխատատեղեր եւ հայերն են այնտեղ աշխատելու, Վրաստանի քաղաքացի այո, բայց պարզվեց, որ Թուրքիան այլ պլաններ ունի։ Հիմա այս ամենը տեսնելով ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Վրաստանին ուղղակի բերել կանգնեցրել էին այդտեղ, որպեսզի քողարկեն ներթուրքական պրոյեկտ լինելու այս հանգամանքը, Բաքու Ախալքալակ կարծը։ Ուղղակի որ հետո չասեն, չմեղադրեն Ադրբեջանը եւ Թուրքիան, որ սա ներթուրքական պրոյեկտ է, Ղազախստանի ուրեմն ներգրավումը այստեղ խոսում է նրա մասին, որ սա համաթուրքական նշանակություն ունեցող պրոյեկտ է։ Դե հա, այս դեպքում որտեղ ստացվում է Վրաստանը հանած կրկին 3 թուրքական պետություններն են, այո։ Դու կհիշես, որ Բաքու Ախալքալակ կարծ երկաթգծի շինարարությունը դեռ նոր էր, այսինքն դեռ չէր սկսել, հիմքն էին դնում։ Ուզբեկստանի ղեկավարն էր ներկա։ Այո։ Հիշում ես։ Այո։ Ուզբեկստանի ղեկավարն էր։ Այսինքն այստեղ մեր հարևան բարեկամ վրացիներին ուղղակի որպես շղար արտաքին, հա, բերել են կանգնեցրել են այդտեղ, որպեսզի աշխարհին ցույց տան, թե սա տարածաշրջանային մեգա պրոյեկտ է, բայց սա համաթուրքական պրոյեկտ է, որի մեջ Վրաստանը միայն սպասարկող եւ այսպես շատ քիչ դիվիդենդներ քաղող պետություն է։ Մյուս բոլորը օգտվում են դրանից։ Բայց եթե օրինակ այդ Սևծովյան ստորջրյան մալուխը լինի, այդ ժամանակ Վրաստանը կարող է օգտվել։ Հիմա տես, դրա հետ կապված մի հատ էլ բան կա։ Բաքու, Թբիլիսի, Ջեյհան նավթամուղը։ Հայտնի այդ նավ։ Այո, Վրաստանի տարածքով է անցնում։ Դրանից Վրաստանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից եւ Թուրքիայից նվազել է, թե ոչ։ Թե ոչ։ Դրանից Վրաստանի էներգետիկ անվտանգությունը եւ անկախության մակարդակը բարձրացել է, թե ոչ։ Այսինքն Վրաստանը զուտ տրանզիտի իր մի քանի, ինչպես ասում են, կոպեկը ստանում է եւ հնարավորություն է տալիս Եվրոպային, Թուրքիային, Ադրբեջանին։ Չբացառենք նաեւ, որ հնարավոր է ընթացիկ շրջանում ըստ վրացական ռազմավարության դա էլ է բավարար դեռ։ Դա էլ չբացառենք, որ կարող է մեր հարևան Վրաստանին դեռ դա բավարար է։ Վրաստանի շահերը եւ շահերի պաշտպանությունը թողնենք վրացի փորձագետներին, ես կարծում եմ այդ շահերը կա ով պաշտպանի։ Միանշանակ։ Բայց ես ինչու եմ սա օրինակ բերում, որպեսզի մեր հայրենակիցների համար պարզ լինի բոլոր այն մութ կետերը եւ խութերը, որոնք կան ցանկացած տարածաշրջանային պրոյեկտում, եթե այդտեղ կա երկու երկիր Ադրբեջան, Թուրքիա։ Ցանկացած պրոյեկտ այս երկու երկիրը օգտագործում են բացառապես իրենց շահերի համար։ Եթե այդ շահերը, եթե այդ պրոյեկտը չի համապատասխանում այդ երկրների շահերին, ապա նրանք ոչ մի դեպքում չեն մտնում դրա տակ։ Իհարկե, այս ամենը ուղեկցվում է տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման կարևորությամբ։ Իհարկե, այս ամեն ինչը ուղեկցվում է համամարտկային արժեքներ եւ այլն, բայց իրականում այստեղ, ինչպես ասում են, անձնական ոչինչ, ուղղակի բիզնես։ Բնականաբար։
Ինչպես դա այս հռչակագրում տեղ էին գտել տարատեսակ այլ հարցեր եւս, այսինքն քննարկվել էր թե կիբերանվտանգությունը, թե միջմշակութային հաղորդակցությունը, այսինքն իրոք դա ուղեկցող բոլոր, այսպես ասած, ատրիբուտները, որոնք բնականաբար առաջի պլանում չեն, որովհետեւ միջմշակութային շփման համար ընդհանրապես նման հռչակագրերը Պարտադիր չէ, դա երկկողմ հարաբերությունների շրջանակում է կամ երկկողմ ադրբեջանական մշակութային կենտրոն, Վրաստանում ապրում են 1 միլիոնից ավել ադրբեջանցիներ, ունեն մեծ համայնք կապված կա, բայց ուզում եմ ասեմ, որ համապարփակ ամեն ինչը գրեթե հիշատակվել է։ Ամեն ինչ հիշատակվել էր, բայց տողերի արանքում, որ ուսումնասիրում ենք, դա արդեն դիվանագիտություն է։ Այո, հստակ է դառնում, թե իրականում ինչի համար է դա միշտ այդպես եղել է աշխարհում եւ կլինի բնականաբար։ Ես Քավլիցի դեմ չեմ, որ յուրաքանչյուր պետություն պիտի ունենա իր շահերը, եւ դա բնական է 100%։ Բայց ոչ այլ այն նման պրոյեկտներ ուսումնասիրելը եւ մեր երկրում նման պրոյեկտի նման նախագծման սկսելուց առաջ ճիշտ է ուսումնասիրել հասկանալու համար, թե որտեղ են այս տորջրյա քարերը թաքնված, որպեսզի մենք նույն սխալը թույլ չտանք։ Դե իհարկե ցանկացած նման փաստաթուղթ պետք է շատ մանրազնին ուսումնասիրել։ Եվ դա վերաբերում է ամբողջ աշխարհին, ոչ թե տվյալ տարածաշրջանին կամ մյուսին։ Համաձայն եմ։ Ամեն դեպքում մեր ժամանակն էլ կարծես մոտենում է իր ավարտին, բայց ամեն դեպքում ֆիքսենք մի բան, որ այս հռչակագիրը առաջին հերթին քաղաքական նշանակություն ուներ նաև Հայաստանի համար, եւ սա ազդակ էր Հայաստանին, ինչը այդքան էլ դրական ես չեմ գնահատում, քանզի ընտրությունից հետո հաշվի առնելով այն հայտարարությունը, որ արվեց, որ հեսա մենք միացել ենք արդեն եւ այլ, ու հանկարծ նման հայտարարություն, տեքստ, որտեղ Հայաստանը բացակայում է, սա մտահոգվելու տեղիք է տալիս նվազագույնը։ Եվ ես կարծում եմ մեր հատկապես դիվանագիտական կորպուսը առաջին հերթին իհարկե մեր վրացի գործընկերների հետ պիտի փորձի հասկանալ, թե ինչու է այսպես ստացվում։ Քննարկում անցկացնի։ Բացի այդ, Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ Հայաստանի հայտարարություն, թե մենք Վրաստանի հետ ունենք նաեւ սահմանային խնդիր, սահմանազատման խնդիր ունենք, այդ հարցներ պիտի կարծես սա նաեւ որոշակի առումով ոչ ուղիղ, բայց նաեւ ազդակ էր Հայաստանին, որ Վրաստանի հետ կոնեցած սահմանային հարցերն էլ պիտի կարգավորես։ Միգուցե դրանից հետո միայն Հայաստանին հրավիրեն մասնակցելու այս ծրագրերին, սա կերևա հետո։ Իհարկե, դա էլ բացառված չի, կա քո ասացի մեջ տրամաբանություն։ Բայց որ ադրբեջանական երեսպաշտություն, այսինքն իրենք նստեն վրա ժողովրդի պատմական տարածքում վանական համալիրին տիրապետեն ու ասեն, որ իրենք ճանաչում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը, սա ոչ միայն երեսպաշտության գագաթնակետն է, այլև ես կարծում եմ Վրաստանը որոշակի առումով պիտի նաև կեցված դրսևորեր, որ այս կետը գոնե չլիներ տարածաշրջանում։ Եթե բիզնես ենք անում, բիզնեսը չխառնենք պատմական իրավիճակների հետ, բիզնեսը չխառնենք քաղաքական հարցերի հետ, բայց դու ճիշտ նկատեցիր, սա հռչակագիր էր, որտեղ ամեն ինչ կար։ Քաղաքականություն, մշակույթ, հումանիտար ասպեկտ, կիբերանվտանգություն, տնտեսություն, փափուկուր եւ այլն եւ այլն։ Այսինքն սա կարծես հռչակագիր էր որպես ազդակ տարածաշրջանի երկրներին։ Քանզի բավականին լայն նախագծերով հռչակագիր է, որը զուտ որպես տեսականորեն որպես օրինակ այն արժե ուսումնասիրել։ Դրա համար էլ մենք այո, նույնիսկ մի պահ կտրվելով թե որ տարածաշրջանում ես, կարելի է ուսումնասիրել, որտեղ բավականին հարուստ տեքստ է։ Համաձայն եմ, դրա համար էլ մենք դա դարձրեցինք այսօր մեր քննարկման առարկա։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հերթական հաղորդումը միասին վարելու համար, սիրելի հայրենակիցներ, այս թեման էլ, որ այսօր մենք ցանկացանք անդրադառնալ, շատ կարևոր է հասկանալ ինչ է կատարվում տարածաշրջանում։ Շատ կարևոր է չկրկնել անցյալի սխալները, նաև մեր հարևանների սխալները։ Վրաստանը, վստահ ենք, ցուցաբերեց ավելորդ շտապողականություն Սաակաշվիլու կառավարման ժամանակ եւ մտավ այս ծրագրի մեջ, որի անունն է Բաքու ախալքալակարծ, չնայած ըստ էության այն տնտեսական առումով այսպես հրաշքներ չբերեց Վրաստանի տնտեսությանը, ավելին այս նախագծի պատճառով նաև Վրաստանի Սևծովյան նավահանգիստների ծառայաբեռնվածությունը այսօր
մոտ 50%-ով նվազել է, նշանակում է 50%-ով նվազել է նաև վրացական բյուջե մտնող գումարները։ Սա պետք է իմանալ թրիփի հետ կապված նույն սխալները չկրկնելու համար։ Այս թեման էր այսօր, դուք շարունակեք հետևել մեր YouTube-յան ալիքին, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու նպատակով։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։